Ողջույն, աշխարհի ամենով ծրագիրն է Armenia TV-ի եթերում։ Այո, ես եմ Վարդան Սարգսյանս, ով շատ է սիրում ճամփորդել։ Որտեղ եմ այսօր, կհասկանաք րոպեներ անց։ Չփոխեք ալիքը։ Այսօր ծրագրում ես արագընթաց գնացքով Շանխայից սլանալու եմ դեպի Պեկին քաղաք, որտեղ լինելու է շատ հետաքրքիր։ Սա էլ արագընթաց գնացքը։ Գնացքները միշտ լեփլեցուն են։ Ահա։ Որն է իմ տեղը։ Եվ այս պահին մենք սլանում ենք ուշադրություն 346 կիլոմետր արագությամբ, բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։ Որտեղ եմ ես, Շանխայի կայարանում, որը աշխարհի ամենամեծն է, վստահ եմ, եթե ոչ ամենամեծ, ուրեմն ամենամեծերից մեկը։ Ես այս պահին պատրաստում եմ գնել տոմս դեպի Պեկին, այո, վճարումը իհարկե կատարելու եմ American Express Gold քարտի միջոցով, գնեմ տոմսս եւ աշխարհի ամենաարագընթաց գնացքով շարժվեմ դեպի Պեկին, որովհետև այդ քաղաքում մենք եւս ունենք շատ վայրեր նկարահանելու։ Այստեղ միայնակ կազմակերպել ճանապարհորդությունը բավական դժվար է, որովհետև տարածքը շատ մեծ է, գնացքները շատ են, մուտքերը, ելքերը շատ են, անվերջ ստուգումներ եւ այլն։ Դրա համար ես վարձակալել եմ հատուկ մի անձնավորության, ով կօգնի ինձ այս պահին տեղավորվել գնացքում ու 5 ժամ ճանապարհ ընկնել դեպի Պեկին քաղաք, իդեպ որտեղ երազում էի հայտնվել դեռ վաղուց։ Ահա եւ իմ ուղեկցողը այսօր, ով ինձ ճանապարհում է դեպի Պեկին քաղաք, շնորհակալ եմ, որովհետեւ ես արդեն նշեցի, միայնակ այստեղ հասկանալ որտեղ է պետք գնալ, ուղղակի անհնար է։ Շատ մեծ է կայարանը եւ գնացքները գնում են ամեն երևի թե 10 վայրկյանը մեկ։ Ողջույն Վարդան, ես շատ ուրախ եմ, որ դու ինձ ես վստահել այս կարևոր առաքելությունը։ Այո, հիմա մենք Չինաստանի ամենամեծ կայարաններից մեկում ենք, որն արդեն ավելի քան 40 տարեկան է։ Այն ասիական երկրների շրջանում, եթե ոչ ամենամեծ, ապա ամենամեծերից մեկն է։ Հենց այս կայարանով են սլանում տարածաշրջանի ամենասրընթաց գնացքները, որոնք կապում են տարբեր քաղաքներ իրար։ Երբ ասում եմ ամենաարագ, հավատա ինձ, չեմ չափազանցնում ոչ մի բառ։ Ես ճիշտ եմ չէ հասկանում, որ ավելի արագընթաց գնացքներ աշխարհում գոյություն չունեն։ Այստեղ Չինաստանում դրանք ամենաարագն են։ Այո, այստեղ ամենաարագ գնացքներն են։ Ես չեմ ուզի շատ վստահ ու մասնագիտական կարծիք հայտնել, քանի որ ոլորտի նրբություններին չեմ տիրապետում, եւ գուցե իմ ասածն այդքան էլ հստակ հիմքեր չունենա, բայց որքանով էլ հասցրել եմ կարդալ, լսել ու բացահայտել, սրանք ամենաարագն են աշխարհում։ Իհարկե ամենահարմար փոխադրամիջոցը գնացքն է մեզ համար, ոչ մի լրացուցիչ խնդիր, խոչընդոտ ու գլխացավանք չկա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այստեղ ավելի ձեռնտու է գնացքով տեղաշարժվել, քան ինքնաթիռով, որովհետև ինքնաթիռով մեկնելու համար դու 3 ժամ առաջ պետք է գնաս օդանավական, թռիչք կազմակերպես, նորից ճանապարհ, իսկ այսպես արագ քաղաքից քաղաք։ Իհարկե, ամենահարմար փոխադրամիջոցը գնացքն է մեզ համար։ Ոչ մի լրացուցիչ խնդիր, խոչընդոտ ու գլխացավանք չկա։ Գալիս ես տոմսդ գնում, տեղավորվում հարմարավետ վագոնում եւ ամբողջ ճանապարհորդության ընթացքում վայելում միջավայրը, բնությունն ու գեղեցկությունը։ Եվ վերջին հարցը, եւ ես շտապում եմ արդեն տեղավորվել գնացքում, որտեվ մինչ շարժվելը մնացել է ուղիղ 55 րոպե, ասացեք ինձ խնդրում եմ, այս արագընթաց գնացքները տեղաշարժվում են միայն Չինաստանի ներսի հատվածում, թե այլ մոտակա երկրներ եւս կարող եք արագընթաց գնացքով տեղափոխվել։ Հիմնական երթուղիները Չինաստանի ներսում են, բայց արդեն աշխատում են այն ուղղությամբ, որ նոր երթուղիներ գործարկեն։ Հիմա արդեն կարելի է Չինաստանից Գերմանիա գնալ այս գնացքներով, ինչպես նաև հարավային Ասիայի երկրների ուղղությամբ են հատուկ քայլեր ձեռնարկվել։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, շարժվենք առաջ եւ տեսնենք ինչպիսին են աշխարհի ամենաարագընթաց գնացքները։ Շնորհակալ եմ ձեզ ինձ ուղեկցելու համար, շնորհակալ եմ, հուսով եմ դեռ կհանդիպենք ձեզ հետ։ Իսկ մենք գնանք առաջ։ Տեսություն։ Խնդրեմ, սա էլ արագընթաց գնացքը, որը ինձ ժամեր հետո արդեն կտեղափոխի դեպի Պեկին։
Ես իհարկե փորձում եմ արագընթաց գնացքներով շրջելու, որովհետև հիշում եք Ճապոնիայի նկարանումների ժամանակ եւս ես հայտնվել եմ արագընթաց գնացքում, այնտեղ բավական հարմարավետ էր, դե Ճապոնիա, բայց ասում են Չինաստանում եւս շատ հարմարավետ են գնացքները։ Իհարկե հիմա կտեղավորվեմ ներսի հատվածում, ես գիտեմ ընթացքում վաճառում են կերակուր, կա Wi-Fi, այսինքն բոլոր հարմարությունները ստեղծված են, որպեսզի դուք այսպես հարմարավետ տեղափոխվեք մի քաղաքից մյուսը։ Ահա եւ իմ գնացքի վագոնը համար 6, այնպես որ շտապենք ներս։ Ահա եւ մենք տեղում ենք։ Հիմա պետք է գտնել իհարկե նստատեղը եւ տեղավորվել։ Դե գնացքները միշտ լեփլեցուն են։ Ահա։ Որն է իմ տեղը։ Ես հիշում եմ Ճապոնիայում գնացքը, որով շրջում ենք, յուրաքանչյուր կարգում 4 տեղ էր նստատեղը, իսկ այստեղ ինչպես տեսնում եք 5, այսինքն այստեղ գնացքները էլ ավելի մեծ են։ Ահա։ Սա էլ իմ նստատեղը, այնպես որ ես տեղավորվեմ ու պատրաստվեմ ճամփորդությանս։ Դենչ բումբեստա էսպային կապահովի էներգիան, իսկ ես պատրաստ եմ 5 ժամ հետևելու ճանապարհին, որովհետև ասում են ճանապարհին հետևելը եւս հետաքրքիր է, այս գնացքը անցնում է շատ ու շատ գյուղերի եւ քաղաքների միջով, այնպես որ ինձ հետաքրքիր ճանապարհ դեպի Պեկին քաղաք գնացինք բացահայտելու աշխարհի ամենահետաքրքիր ու պատմական քաղաքներից մեկը։ Տեսեք ինչ արագություն է հավաքել այս պահին մեր գնացքը։ Ուզում եմ նշել, որ Չինաստանի ղեկավարությունը պատրաստվում է 2025 թվականին ստեղծել գնացքներ, որոնք կարողանան երթևեկել 1 ժամում 500 կիլոմետր արագությամբ։ Միայն պատկերացրեք, ուղղակի այսպես սլանալու են մի քաղաքից մյուսը։ Իսկ մինչ այսօր ամենառեկորդային արագությունը եղել է 1 ժամում 421 կիլոմետր։ Այսօրվա գնացքի մաքսիմալ արագությունը լինելու է 352 կիլոմետր 1 ժամում։ Ամենակարևորը ընթացքում այստեղ կա տաբլո, որտեղ ամբողջ ինֆորմացիան կարող ես տեսնել, այսինքն գնացքը որ կայարան է գնում, եղանակի մասին ինֆորմացիան եւ ամենակարևորը իհարկե արագության մասին այստեղ ամեն րոպե քեզ հիշեցնում է։ Եվ այս պահին մենք սլանում ենք ուշադրություն 346 կիլոմետր արագությամբ։ Ոստված իմ 346 կիլոմետր, բայց գնացքը այնքան փափուկ է, որ ներսի հատվածում դու այդ արագությունը իսկապես չես զգում։ Հարմարավետ ճանապարհորդում ես, կարող ես քնել, արթնանալ, ֆիլմ դիտել եւ այս արագությունը ուղղակի չզգալ։ Բրավո, Չինաստան։ Օհո, վերջապես ես հասա տեղ, պետք է նշեմ, որ ընդհանրապես չեմ հոգնել, այնպես որ բարև Պեկին, ինչքան վայրեր ունեմ ես այցելելու այս քաղաքում։ Գտնեմ իմ զբոսավարին ու շարժվեմ առաջ։ Դե գնացքով շրջելուց հետո եկավ ժամանակը հանդիպելու իմ զբոսավարին, ով իհարկե ցույց կտա ինձ Պեկինի կարևորագույն վայրերը, այնպես որ շտապում եմ հանդիպելու նրան։
Ողջույն։ Ողջույն։ Բարով եկալ Վարդան ջան, բարի գալուստ։ Բարի գալուստ Պեկին, ես վերջապես հասա մի քաղաք, որտեղ երազում էի վաղուց լինել։ Շնորհակալ եմ քեզ, որ այսօր համաձայնեցիր ոչ միայն աշխատել ինձ հետ, այլ նաև նկարահանվել աշխարհի ամենով ծրագրի շրջանակներում։ Շուտով դու արդեն կլինես հայտնի զբոսավար մեր տուրիստների շրջանակներում։ Ես գիտեմ, որ Պեկինում շատ բան կա տեսնելու եւ 2-ից 3 օր անպայման պետք է կանգ առնել այստեղ։ Ասա ինձ խնդրում եմ, ինչպիսին է մեր ծրագիրը այսօր։ Իրավացի ես, Պեկինում շատ բան կա տեսնելու։ Մենք կշրջենք 5 քաղաքով, կգնանք մի խորհրդավոր վայր, որը կոչվում է Արգելված քաղաք։ Հետո կայցելենք մեր գեղեցիկ պուրակներից մեկը, որը հին թաղամասի գլխավոր ձարտն է։ Կլինենք նաև Շքերթների հրապարակում ու ելի ընթացքում մի քանի կարևոր քաղաքային հատվածներ կբացահայտենք։ Տեսում եք ինչ հագեցած ծրագիր է այսօր մեզ սպասում այստեղ Պեկին քաղաքում, իսկ օրվա ավարտին մենք պատրաստելու ենք համեղ մի կերակուր։ Իդեպ ոչ շատ այդքան բարդ պատրաստելու ենք այն ամենը, ինչ վերջերս հաճախ մենք ուտում ենք նաև Հայաստանում։ Դու ասացիր, սակայն մինչ սկսելու օրը ես ունեմ անակնկալ։ Ինչի մասին է խոսքը։ Ես քեզ համար բացահայտելու եմ մեր ավանդական քաղաքային փոխադրամիջոցը։ Հենց դրանով ենք շրջելու քաղաքում։ Գիտեմ, դու կվայել ես այս ընթացքը ու մի լավ կզվարճանաս։ Ես հասկացա ինչի մասին է խոսքը։ Գիտես, ես Ճապոնիայում օգտվել եմ այս տրանսպորտի միջոցից եւ շրջել եմ հին թաղամասերում Կիոտոյի։ Ահա, այն։ Ուրեմն արդեն գիտես, թե ինչ լավ ժամանակ է անցնելու։ Դե սիրելի հեռուստադիտողներ, ես Պեկինում եմ, իմ արկածները այստեղ սկսված են, այնպես որ տեղավորվենք ու սկսենք շրջելը։ Համեցիր, մերսի այս անակնկալի համար, ինձ շատ հաճելի է։ Ես գիտեմ Պեկինը բավական մեծ քաղաք է, ավելի մեծ քան Շանհայը, սակայն Շանհայում բնակչությունը էլ ավելի մեծ է։ Պեկինը շատ մեծ է, պարզապես Շանհայն ավելի խիտ է բնակեցված, բայց դե Պեկինը մայրաքաղաքն է ու դրանով ամեն բան ասված է։ Մայրաքաղաքն է տվյալ երկրի բաբախող սիրտը ու կարևորագույն հենման կետը։ Իսկ առհասարակ այս քաղաքում ավելի շատ են վայրերը, որոնք պետք է տեսնեն զբոսաշրջիկները, քան Շանհայում, որտեղ Շանհայը իսկապես ուղղակի բիզնես կենտրոն է։ Իհարկե Շանհայը հետաքրքիր է, նոր է, գրավում է զբոսաշրջիկներին, բայց դա բիզնես կենտրոն է, ասես քարե ջունգլիներ լինի։ Եթե դու ցանկանում ես բացահայտել իրական Չինաստանն ու ծանոթանալ հնագույն քաղաքակրթության բոլոր գաղտնիքներին, ուրեմն անպայման պետք է մի քանի օր անցկացնես Պեկինում։ Իդեպ նման հաճույք ես վայելել եմ նաև Հնդկաստանում, վայելել եմ Ճապոնիայում, վայելել եմ Բալի կղզում, ասացեք ամբողջ օրն եք աշխատում։ Ամբողջ օրն եմ աշխատում եւ շատ սիրում եմ աշխատանքս, ինձ համար սա հրաշալի հնարավորություն է գումար վաստակելու եւ նոր մարդկանց հետ ծանոթանալու համար։ Եթե անկեղծ լինեմ, իրականում շաբաթական 3 անգամ եմ դուրս գալիս երթուղի եւ աշխատում ամբողջ օրը, բայց եթե ամեն օր էլ վարելու լինեի, էլի չէի ձանձրանա։ Իդեպ ինչպես ասաց իմ զբոսավարը, սիրելի հեռուստադիտողներ, մենք հիմա գտնվում ենք իհարկե Պեկին քաղաքի հին թաղամասում, իհարկե սա եւս մեգապոլիս է եւ բարձրահարկ շենքերի պակաս այստեղ չկա, բայց հին կենտրոնական հատվածում հիմնական 1 հարկանի կամ ամենաշատը 2 հարկանի շինություններ են։ Ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այստեղ ամեն փողոցի վերջում մեր չինական տաճարներն են։ Մենք շատ հավատավոր մարդիկ ենք, մեզ համար ամենուրեք տաճար կառուցելը կենսական նշանակություն ունի։ Դե եթե հին թաղամաս, բնականաբար տաճարների պակաս այստեղ հաստատ չկա։ Գնացինք առաջ։ Ահա։ Օհո։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Ահ, մենք հասանք տեղ, սիրելի հեռուստադիտողներ, վայրն ինձ իսկապես դուր է գալիս։ Ես ավելի սիրում եմ քաղաքի հին թաղամասերը, այն ինչ հին է, պատմական է, ինձ իսկապես դուր է գալիս։ Շնորհակալ եմ քեզ այս էմոցիաների համար։ Ասա ինձ խնդրում եմ, ուր ենք գնում այստեղից։ Քեզ տանելու եմ մեր արգելված քաղաքը, հենց սա կլինի այսօրվա ճամփորդության մեկնարկային կետը։ Դե ինչ, պատրաստ եմ տեսնելու արգելված քաղաքը։ Գնացինք։ Okay.
Բարի գալուստ Պեկինի սիրտ։ Այո, սա պաթետիկ հայտարարություն չէ։ Արգելված քաղաքը մեր մայրաքաղաքի մշտարթուն ու բաբախող սիրտն է։ 1420 թվականին կայսերական Չինաստանի ծաղկման շրջանում հիմնադրված այս քաղաքը հիմա համարվում է աշխարհի ամրոցների ամենամեծ համալիրը։ Այս վայրի իրական անունը Գուգուն է։ Մեզ համար արգելված քաղաքի նշանակությունը այնքան մեծ է, որ բառերով փոխանցել չի կարելի։ Գիտես, առաջինը ինչ հետաքրքրում է մեր հեռուստադիտողներին, վստահ եմ, ինչու է այս հատվածը անվանվում արգելված քաղաք։ Շատ եմ սիրում, երբ այս հարցը տալիս են մեր քաղաքի հյուրերը։ Վարդան, փորձիր մի պահ մտովի 600 տարի հետ գնալ։ Ես գիտեմ, որ բարդ առաջադրանք է, բայց եւ այնպես եկ երևակայենք, թե մենք ժամանակի մեքենայի մեջ ենք, գնում ենք հետ ու բացահայտում ենք կայսերական Չինաստանի բոլոր նրբությունները։ Ախր սա հո ուղակի տարածք չէր, այստեղ ապրում էին այդ ժամանակների ամենակարևոր ու կենտրոնական ներկայացուցիչները, մարդիկ, ովքեր թագավորությունների ճակատագրերն էին որոշում, իսկ քաղաքը, որում նրանք ապրում էին, պատկանում էր բացառապես իրենց։ Այստեղ մուտք գործել չէր կարող հասարակ մահկանացում։ Մուտքը բացառապես ժամանակի տիրակալ կայսրերին էր պատկանում ու այն մարդկանց, ովքեր արժանանում էին մեծամեծերի թույլտվությանը։ Պատմականորեն քաղաքը կոչվեց արգելված քաղաք ու այն այդպես էլ մնաց պատմության էջերում։ Շուրջ բոլորդ նայիր, այս ամրոցներից յուրաքանչյուրում ապրում էին այն մարդիկ, ում թույլ էր տալիս կայսրը։ Այնպես որ բացարձակ տարօրինակ չէ, որ տեղանքը թեև ունի հստակ անվանում Գուգուն, բայց եւ հավերժացել է որպես արգելված քաղաք։ Իսկ ասես, որ թվականին է այն ստեղծվել եւ քանի տարի է տևել այս ամենը ստեղծելը։ Կառուցման աշխատանքները սկսվել են 1406 թվականին ու ամբողջական քաղաքը վերեխոյացել ամբողջ 14 տարի անց։ Այս երկարուձիգ տարիների ընթացքում հազարավոր աշխատավորներ են օր ու գիշեր ջանք թափել։ Ի վերջո, այդքան դարեր առաջ նման ճոխ ու հսկա քաղաք կառուցելը չէր կարող քիչ ժամանակ պահանջել։ Ամեն ամրոցի ու դղյակի դռան մոտ, ինչպես միշտ առյուծներ են։ Դե գիտես, վստահ եմ, որ մեր կրոնում ու մշակույթում վիշապագլուխառյուծները կենտրոնական տեղ ու դեր ունեն։ Հետևաբար, չէր կարող այսքան կարևոր պալատական համալիրը հարուստ չլիներ այս արձաններով։ Իհարկե դրանց չնչին մասն է հարյուրամյակների խորքից մեզ հասել։ Բնականաբար հիմնականում արձանները ռեստավրացվել են, վերանորոգվել ու դրանց թարմ տեսք են հաղորդել։ Վարդան, հնում կայսրերը համարվում էին երկնաբնակներ ու մարդիկ վստահ էին, որ եթե որևէ մեկը կայսերական ընտանիքում է ծնվել, ուրեմն նա երկնքից է իջել։ Սա նշանակում է, որ ամեն մարդ, այն էլ հասարակ մահկանացու չի կարող մուտք ունենալ երկնաբնակների տարածք։ Իսկ ասես, ինչու է այն այսքան խիստ հսկվում։ Մենք շատ ու շատ տեխնիկական հնարավորություններ ներս բերել այստեղ չկարողացանք, որտեղ թույլ չտվեցին։ Գրեթե ոչինչ թույլ չեն տալիս այստեղ ներս բերել։ Ինչու է այդ աստիճան հսկվում այս վայրը։ Անգամ արգելված քաղաքը հատուկ կառուցվել էր այնպիսի վայրում, որ մոտ լիներ երկնքին ու հեռու մարդկությունից։ Հետագայում եւս քաղաքը պահել է այդ համբավը, ու թեև հիմա մարդիկ չեն մտածում, որ այստեղ երկնաբնակներ են ապրում, բայց տուրիստական հոսքերն այնքան շատ են, որ այս ամենը վտանգված է։ Հենց այս պատճառով էլ քաղաքը հսկում են հնարավորին խիստ կանոններով, որպեսզի պահեն ու պահպանեն դարերի խորքից մեզ հասած այս ադամանդը։ Իդեպ սիրելի հեռուստադիտողներ, տարածքը բավական մեծ է, այստեղ 3 ժամ պետք է ամենաքիչը անցկացնել, որպեսզի կարողանաք բոլոր սրահները, բոլոր վայրերը տեսնել։ Մենք այդքան ժամանակ չունենք, այնպես որ արագ փորձենք անցնել հաջորդ կետ ու ծանոթանանք արդեն հաջորդ վայրի հետ։ Շտապենք այն կողմ։ Ես տեղյակ եմ, որ այս տեղի կառուցման վայրը, աստղագետներն են նույնիսկ որոշել։ Իրենց կարծիքով սա երկրագնդի ամենակենտրոնական հատվածն է։ Իհարկե, աստղաբանները հատուկ հաշվարկների արդյունքում առանձնացրել էին այս բարձրադիր տեղանքն ու ֆիքսել, որ տիեզերական էներգիայի հրաշալի կուտակումներ կան այստեղ։ Այն երկրագնդի հենց կենտրոնը չէ, բայց տիեզերական բազմաթիվ հոսքերի կենտրոնացում ունեցող վայր է։ Ես գիտեմ, որ տարվա ընթացքում կան հատուկ օրեր, երբ մուտքը փակվում է ցանկացողների համար, որտեղ այստեղ պետական արարողություններ են տեղի ունենում։ Դա ճիշտ է, թե ոչ։ Բնականաբար, այդպես է։ Այստեղ հիմա կայսրեր այլևս չեն ապրում, բայց սա պատմամշակութային շատ կարևոր տեղանք է, որտեղ անցկացվում են ամենակարևոր պետական միջոցառումները, ազգային որոշ տոներ ու արարողություններ։ Դրանց մասնակցում են երկրի առաջին դեմքերն ու պատվավոր հյուրեր, այդ պատճառով էլ մարդկանց համար փակվում է տարածքը։ Պատճառն իհարկե անվտանգությունն է։
Գիտեմ, որ լեգենդ կա, համաձայն որի վանականներից մեկը իր երազում տեսել է, ինչպես է այս քաղաքը կառուցվում, ու դրա մասին տեղեկացրել է արքայազնին, ով տարիներ հետո դարձել է կայսր։ Այո, ըստ լեգենդի վանականներից մեկը տեսել էր նման երազ ու պատմել այդ ժամանակաշրջանում իշխող կայսրին, Չժուդիին։ Ասում են, վանականը վստահեցրել է, որ երկնային արքայությունից նրա մոտ են եկել հրեշտակներ ու խորհուրդ տվել այս բարձրադիր վայրում կառուցել տաճարներով ու դղյակներով լցված մի համալիր։ Չգիտեմ, Չժուդին հենց այս երազին հավատալով է նախաձեռնել շինարարությունը թե ոչ, բայց արդյունքում նա կառուցել է հսկայական այս քաղաքը, որն ունի 9999 կառույց։ Իսկ պետական մարմինները այսօրվա հաճախ լինում են այստեղ։ Այո, իհարկե, հաճախ են այցելում այս վայրը, քանի որ մեր հպարտությունն է, չինական աշխարհի իրական մարգարիտն է այս համալիրը։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաները այստեղ են ուղեկցում իրենց հյուրերին, պատմում մեր հնագույն քաղաքակրթության մասին, ներկայացնում համալիրի պատմությունը, որովհետև այն վառ ու լուռ վկան է մեր դարավոր հզորության ու շքեղության։ Բացի դա, ի վերջո, այստեղ են կայանում պետական ու ազգային նշանակության ամենակարևոր իրադարձություններն ու միջոցառումները, որոնց մասնակցում են մեր ղեկավարները։ Հետևաբար, տարօրինակ չէ, որ այս համալիրի այցելությունները չափազանց հաճախ են։ Մի քիչ ներկայացնեմ այս հրաշքի ճարտարապետական կողմը։ Ամբողջ համալիրը ծավալվում է 700,000 քառակուսի մետրի վրա։ Այստեղ կա ընդհանուր թվով 799 շինություն, որոնց սենյակների թիվը հասնում է 9999-ի։ Գուցե մտածես, թե ինչու եւս մեկ սենյակ չեն ավելացրել, որ թիվը կլորանա ու դառնա 10,000։ Սա հատուկ խորհուրդ ունի։ Որքան էլ հզոր ու հարուստ լինես, միշտ պետք է մեր միֆոլոգիական գլխավոր հերոսից, ոսկե վիշապից մեկ քայլ հետ լինես։ Քանի որ նա ապրում է 10,000 սենյակ ունեցող իր երկնային թագավորությունում, կայսրը կառուցել է մեկ սենյակով քիչ համալիր։ Տեղյակ եմ, որ այս պալատի կառուցման համար հիմնական օգտագործել են փայտ ու մարմար։ Փայտ, մարմար, ոսկի ու թանկարժեք քարեր, այս ամենը առկա է տարածքում։ Բնականաբար ոսկին ու թանկարժեք քարերը վերաբերում են ներքին հարդարանքին։ Այստեղ կան պալատներ, որոնց հատակն ամբողջովին պատված է ոսկով, բայց մուտքն այնտեղ արգելված է։ Սա պետական գանձարանի պես մի բան է։ Դե լավ, շատ մի լրջացիր։ Ես իհարկե մի քիչ չափազանցնում եմ, ամբողջական ոսկուց հատակներ չկան, բայց ոսկու առկայությունն այստեղ քիչ չէ։ Իդեպ սիրելի հեռուստադիտողներ, իհարկե մուտքը այս վայր վճարով է, հարկավոր է տոմս գնել, սակայն այն այդքան էլ թանկ չէ, որովհետև արժե մոտ $10, սովորաբար նման վայրերի տոմսերը շատ ավելի թանկ են լինում։ Դե ես էլ վճարումը իհարկե կատարեցի իմ ճամփորդությունների անբաժան ընկերոջ շնորհիվ, խոսքը իհարկե American Express Gold քարտի մասին է, ինչպես ամենուր այստեղ եւս։ Իդեպ շատ կարևոր ինֆորմացիա, տոմս գնելիս ձեր ձեռքերում անպայման պետք է լինի անձնագիր։ Առանց անձնագիր դուք այստեղ ներս գալ ուղղակի չեք կարող։ Եվս մի շատ յուրահատուկ առանձնահատկության մասին պատմեմ։ Պատկերացրու, այսքան դարեր առաջ չինացիները կարողացել են հատուկ տաքացման համակարգ մշակել, որն անցել է պալատի հատակով։ Սա հրաշալի լուծում է փայտե կառույցների համար։ Այսպես նրանք պաշտպանել են պալատները հրդեհից ու կարողացել են ապրել տաք ու ջերմ միջավայրում։ Իդեպ սիրելի հեռուստադիտողներ, այստեղ շատ հաճախ կարելի է տեսնել աղջիկների, նույնիսկ կանանց, ովքեր տեսեք, ահա, հատուկ հագուստով են, ողջույն, շատ գեղեցիկ, գալիս են այստեղ նկարվելու։ Ինչու, որովհետև նման նկարները այսօր համացանցում շատ արդիական են։ Այո, մենք դա արեցինք, ծանոթացանք արգելված քաղաքի հետ։ Ինչքանով էլ որ նա արգելված էր, միևնույն է մենք այցելեցինք ու տեսանք այն։ Այս պահին առաջարկում եմ, որպեսզի ես եւ դու մի անկյունում նստենք, վայելենք հայկական ամենահամեղ ու լավագույն սուրճը, Royal Armenian, ու շարունակենք մեր օրը այստեղ Պեկին քաղաքում։ Գնացինք։ Միայն
Սակայն տեսեք ինչ գեղեցկություն է այստեղ Պեկինի հին թաղամասում։ Մարդիկ նավակներով շրջում են, հանգստանում են, շուրջ բոլորը լոտոսներ են եւ իհարկե շատ ու շատ տաճարներ։ Այս թաղամասում տաճարների խնդիր ու պակաս հաստատ չկա։ Տաճարների պակաս Չինաստանում չկա։ Դրանք ամենուր են, ամեն քայլափոխի, անգամ հանգստի վայրերում։ Պարզապացույց է նաև այս այգին ու ամբողջ պուրակը, որ շատ սիրված է տեղացիների ու զբոսաշրջիկների կողմից։ Ահա, եւ մարդիկ, որոնք ապրում են այս թաղամասում, ուղղակի օգտվում են այդ առիթից, որովհետեւ տուրիստները գալիս են այստեղ ողջ օրվա ընթացքում, ոմանք նրանցից բացել են խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, զբաղվում են բիզնեսով, պտեցնում են մարդկանց, զբոսավար են աշխատում, ներկայացնում են թաղամասը, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր ունեն տուն հին թաղամասում Պեկինի, հաստատ գումար աշխատելու խնդիր չունեն։ Բոլոր նրանք, ովքեր ունեն տուն կամ որևէ տարածք հին քաղաքում, չունեն լուրջ խնդիրներ կյանքում։ Սա մեզ մոտ տարածված կատակ է, ինչպես բոլոր երկրներում ու քաղաքներում, այնպես էլ այստեղ, Պեկինում, հին քաղաքն ամենաբանուկ, ամենաթանկարժեք ու ակտիվ հատվածն է։ Ինձ ասա, խնդրում եմ, ինչ է այն հատվածում։ Այգու հիմնական մուտքն է։ Հենց այստեղից է պայմանականորեն սկսում այգին եւ հին թաղամասը։ Իհարկե, հին թաղամասը բավական մեծ է, բայց որպեսզի զբոսաշրջիկներին գրավեն, կոնկրետ տարածք են առանձնացրել։ Դա համարվում է մուտքը քաղաք ու այն զարդարել են բնականաբար մեր ամենակարևոր հերոսով՝ վիշապով։ Մենք հայտնվեցինք արդեն Արջևի հատվածում։ Այո, այստեղից ամեն բան ավելի լավ է երևում։ Քո առաջ չինական վիշապն է իր ամբողջ հմայքով։ Հիմա շատ բան չեմ պատմի։ Մեր հրապարակներից մեկն է։ Այնտեղ պետք է լինի ցանկացած զբոսաշրջիկ, մեր պատմության քառուղիներով անցնելու համար։ Հիմա փակագծերը չբացեմ։ Սիրելի հեռուստադիտողներ, մութը սկսում է ընկնել, բայց մենք դեռ եւս մեկ վայր ունենք այցելելու, որից հետո արդեն կերակուր կպատրաստենք, որի մասին քիչ առաջ խոսում էի։ Որտեղ ենք հիմա գնում։ Մենք մոտենում ենք արդեն այս հրապարակին, սակայն միանգամից ասեմ, որ ես քեզ հետ չեմ գա։ Դու այստեղից առանց ինձ պետք է գնաս, որովհետև կա հատուկ որոշում, որ զբոսավարները չեն կարող խմբեր ուղեկցել ներս։ Վայրը պատմական նշանակություն ունի, այն չպետք է ժամանցի վերածվի։ Դե քանի մութը չի ընկել, շտապենք նաև տեսնենք այդ վայրը։ Տեսնում եք ինչ հագեցած օր է։ Շանխայից գնացքով հասանք Պեկին, քանի վայր այցելեցինք, դեռ պետք է եւս մի կետ այցելենք ու վերջում էլ պատրաստենք համեղ կերակուր։ Շտապենք հաջորդ կետ։ Okay. Մենք արդեն տեղում ենք, սակայն դու ասացիր, որ դու չես կարող մեզ ուղեկցել ներսի հատված, ինչու։ Այո, դուք կարող եք մտնել, պտտվել, քայլել, լուսանկարվել, բայց ես գալ չեմ կարող։ Դա մեր պատմության քառուղիների մասին պատմող հրապարակ է։ Այնտեղ պատմական մի շարք ցուցանակներ, իրեր ու պարագաներ կան։ Իսկ ինչ վայր է դա, ես գիտեմ երկրի ղեկավարությունը, նախագահան այդտեղ են լինում։ Կտեսնես նաև մեր տարբեր ժամանակաշրջանի ղեկավարների ու կայսրերի լուսանկարները։ Պետականորեն առանձնացված ու կարևոր մի վայր է։ Այստեղ անցկացնում են մեր ռազմական ու պետական շքերթները։ Այն խիստ հսկողության տակ է։ Ահա, դե սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ արած, եթե օրենքը պահանջում է եւ չի կարելի ներս մտնել, ուրեմն չի կարելի։ Մենք կգնանք առանց քեզ։ Իսկ քեզ խորին շնորհակալություն այս հրաշալի օրվա համար։ Ինձ իսկապես շատ հետաքրքիր էր քեզ հետ զբոսնել այստեղ Պեկինում ու բացահայտել այս քաղաքը։ Եվ վերջում ուզում եմ քեզ նվիրել լավագույն հայկական գինին։ Ահա եւ տակառը, հայկական լավագույն գինին, որը սիրով ուզում եմ նվիրել քեզ, եւս մեկ անգամ հայտնելով իմ շնորհակալությունը։ Շնորհակալ եմ նվերի համար։ Հուսամ քեզ դուր եկավ ամեն բան ու կարծում եմ դեռ կհանդիպենք։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ հիմա միասին հայտնվենք Պեկին քաղաքի կարևորագույն վայրում, որից հետո դե քաղցած ենք։ Հարկավոր է ինչ-որ մի կերակուր պատրաստել, այնպես որ այստեղից հետո ես կշարժվեմ հաջորդ կետ, որտեղ էլ կպատրաստենք կերակուր այստեղ Պեկին քաղաքում։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ շատ։ Okay. Մերսի։
վայրը իսկապես տպավորիչ է, այստեղ իհարկե բոլոր շքերթներն են տեղի ունենում, սա ոչ միայն Պեկինի, այլ առհասարակ ամբողջ Չինաստանի գլխավոր վայրերից մեկն է, որը հսկվում է անվերջ, դուք չեք պատկերացնի ինչքան մարդ է հսկում այս տարածքը։ Հիմա հասկանում եմ ինչու զբոսավարները իրավունք չունեն այստեղ ներսում աշխատելու։ Բանն այն է, որ հսկողությունը տեսնում եք շատ մեծ է, ամենուր ոստիկանության աշխատակիցներ են, որոնք հսկում են ամեն քայլը, յուրաքանչյուր անձնավորության, ով գտնվում է այս տարածքում։ Նման հսկողություն չեմ հիշում վերջին անգամ որտեղ եմ տեսել, այնպես որ այս վայրում եւս եղա, կարող եմ այսպես հաստատ նշել, որ ես Չինաստանի կարևորագույն վայրում եղել եմ։ Այսօր նույնիսկ Հայաստանում շատ արդիական է դարձել եւ շատ սուպերմարկետներում, խանութներում եւ սրճարաններում ու ռեստորաններում մեր հայրենակիցները ունեն հնարավորություն վայելելու հատուկ տեսակի լապշա, այսինքն նուդլ։ Այո, մենք այսօր գտնվելով այստեղ Չինաստանում, այցելել ենք իմ ընկերոջ տուն, այո, մենք հիմա տանն ենք, որպեսզի ցույց տանք ձեզ ինչպես են այստեղ նուդլը պատրաստում։ Իրականում մեզ մոտ հաճախ այն գնում ենք պատրաստի վիճակում խանութներից, իսկ այստեղ իրենք այդ ամենը պատրաստում են տանը, իրենց իսկ ձեռքերով։ Եվ այսօր մենք ձեզ կներկայացնենք շատ հեշտ է լինելու վստահ եմ, թե ինչպես է այդ ամենը պատրաստվում։ Շնորհակալ եմ այս թույլտվության համար, որտեղ այստեղ Պեկինում բոլորը միշտ շատ զբաղված են։ Եվ եթե ինչ-որ մեկը քեզ հատկացնում է ժամանակ, հրավիրում իր տուն, այն էլ պատրաստում քեզ համար կերակուր, դա ուղղակի հարգանքի նշան է։ Ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ողջույն ասենք մեր հեռուստադիտողներին եւ ասա ինձ խնդրում եմ, նուդլի քանի տեսակներ կան։ Մեկ թե շատ են, այսինքն տարբեր ալյուրներից դրանք կարելի է պատրաստել։ Բարև ձեզ Վարդան։ Այո, դուք իրավացի եք։ Նուդլները ասիական խոհանոցի ամենասիրված ու տարածված ուտեստի տեսակներից են։ Իհարկե, բոլորին հիմնականում թվում է, թե նուդլը ուղակի լապշա է, բայց մեր խոհանոցում տասնյակ տեսակներ կան։ Մենք նուդլ կարողանում ենք պատրաստել։ Կարելի է ասել ամեն տեսակի մթերքից։ Ամենամեծ տարածումն ունեն սոբան, որը հնդկաձավարի ալյուրից է։ Գիտես, ասենք մեր հեռուստադիտողներին, որ ոչ միայն Չինաստանում, այլ նաև ասիական շատ ու շատ երկրներում այսօր նուդլը փոխարինում է հացին, կամ օրինակ բրինձ եւս շատ են օգտագործում, բայց հաց այստեղ հիմնական կարող եք գտնել հյուրանոցներում, այսինքն տեղացիները հաց չեն սիրում։ Ուտել սա վստահ կարող ենք ասել ձեզ համար հաց է։ Այո, մենք թեև շատ համեղ չինական հաց ունենք, բայց դրան մշտապես փոխարինում են նուդլը կամ էլ հասարակ բրինձը։ Մենք շատ ենք սիրում օգտագործել նուդլ ամեն ինչի հետ։ Այն համադրում ենք մսամթերքի, բանջարեղենի, ծովամթերքի ու առհասարակ հնարավոր եւ անհնար ամեն տեսակ մթերքի հետ։ Հասկանալի է։ Դե ինչ է մեզ հարկավոր պատրաստելու համար, իհարկե ջուր, ալյուր։ Սա ինչ ալյուր է։ Դա բրնձի ալյուր է։ Ես որոշեցի այսօր այդ տեսակը պատրաստում ենք միասին, բայց այն կարելի է փոխարինել ցանկացած այլ տեսակի ալյուրով։ Ես իհարկե նուդլի պատրաստման ժամանակակից տարբերակն եմ ցույց տալու քեզ։ Բնականաբար հնում ամեն բան այլ կերպ էր։ Ահա։ Եվ իհարկե սեղանին է դրված Royal Armenia-ի որակյալ պղպեղը, ինչու այն պատրաստելիս մեզ իհարկե պետք չի գա, այն մեզ պետք կգա, երբ արդեն այս ամենը համտեսենք։ Համաձայն եք։ Այո։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Տեխնիկան զարգանում է եւ մենք նուդլներ պատրաստելու հատուկ սարքեր ունենք։ Միացնեմ այն ու սկզբի համար ջուր լցնեմ։ Հետո լցնում ենք մի քանի բաժակ ալյուր։ Ահա այսպես։ Դե էկրանին տեսնում ես, գրվում է օգտագործվող մթերքի չափն ու քանակը։ Կարծում եմ բավական է։ Եվ 1 րոպե, համապատասխան հրահանգը տամ ու վերջ։ Գործընթացը սկսված է։ Փակեմ, որ ավելի արագ պատրաստվի խմորը։ Եվ վերջ, խմորը պատրաստվում է արդեն։ Այո, խմորը շուտով պատրաստ կլինի։ Դրանից հետո արդեն ձեռքով կստանանք այն տեսքը, որին սովորես դու, ու վստահ եմ, որ քո հեռուստադիտողներն էլ։ Բոլորս էլ լապշան նույն կերպ ենք, չէ՞ պատկերացնում։ Այդ հատվածին շուտով կհասնենք։ Կասես, մինչ այս ամենը պատրաստվում է, ինձ հետաքրքիր է այ նուդլսը դու ինչի հետ ես ավելի սիրում ուտել։ Ինչ որ մսի, աղցանի, այ ինչպես է ավելի ընդունված այստեղ Չինաստանում։
Ես ամեն ինչի հետ էլ սիրում եմ ուտել նուդլ։ Աղցաններ եմ պատրաստում, ապուրներն եմ պաշտում։ Նուդլը ունիվերսալ կերակուր է։ Այն կարող ես ցողել մի քանի կաթիլ թանձրուկով ու հրաշալի նոր ուտեստ ստանալ։ Կամ դրա վրա ավելացնել եփած ծովամթերք կամ շոգեխաշած բանջարեղեն։ Էլ չեմ ասում, որ վերջերս որոշեցի էքսպրոմպտներ անել ու նուդլը համադրեցի քաղցր օշարակի հետ։ Իսկ ասես խնդրում եմ, քանի որ չինացիք հիմնականում շատ քիչ են ուտում, մենք հայերս ավելի շատ ենք սիրում ուտել, այս ամենը մեկ անձի համար է, թե երկու։ Իրականում խիստ կախված է նրանից, թե ինչ ենք պատրաստում։ Եթե սա աղցանի համար է, ապա լրիվ կբավականացնի 4-5 անձի համար։ Եթե ապուր ենք եփելու, ելի շատ թվով մարդիկ կուտեն։ Եթե ուղակի որևէ հավելումով նուդլ է, կարծում եմ մեկ անձին հազիվ կշտացնի։ Որովհետև այդ պարագայում կստացվի մեկ բաժին նուդլ, ասենք տավարի մսով կամ բանջարեղենով։ Թեև հագեցնող ուտեստ է, բայց քանակը քիչ կլինի։ Ահա։ Ահա եւ պատրաստ է այս ամենը։ Ինչ ենք անելու հետո։ Ես գիտեմ, որ պետք է այն ուղակի խաշել։ Այո, առանձնապես շատ բան նուդլի հետ չենք անելու հիմա։ Այն եռացող ջրի մեջ կլցնենք, կխաշվի։ Այդ ընթացքում մենք կորոշենք, թե ինչ ենք պատրաստում նուդլի համար, ինչպես համեմենք այն ու կանցնենք այդ գործին։ Դե ուրեմն սիրելի հեռուստադիտողներ, քանի որ խոհանոցը բավական փոքր է, ես առաջարկում եմ, որպեսզի քեզ հետ միասին մեր օպերատորը այստեղ տեղափոխվի դեպի խոհանոց եւ նկարանի, որպեսզի դուք տեսնեք ինչպես է այս ամենը խաշվում եւ ինչ տեսք է ստանում ավարտվելուն պես։ Մինչ նուդլսը կխաշվի, մենք այս պահին պատրաստելու ենք սոուս։ Երկար մտածում էի, թե նուդլը ինչով համեմեմ, որ ձեզ զարմացնեմ։ Կարծում եմ ես գտել եմ ամենահամեղ ու արագ տարբերակը։ Գիտեմ, որ ձեր երկրում նուդլով ուտեստներ շատ կան, բայց այս մեկը կարծում եմ չես փորձել։ Այնպես որ սկզբի համար մանրացնում ենք կանաչ սոխը։ Բառիս ամենաուղիղ իմաստով հասկացիր մանրացնելը։ Մանր կտրատենք կանաչ սոխը։ Մի քանի անգամ կտրատած սոխի վրայով պետք է անցնենք։ Այն պետք է գրեթե ձուլվի սոուսին, քանի որ սոխի հատիկները չպետք է զգացվեն ծամելիս։ Ահա։ Ավելացնենք կետչուպի մեջ։ Եվ չիլի։ Կասես ինչքան։ Լցրու ինչքան կուզես։ Բավական է։ Չնայած ես կծու կերակուրներ սիրում եմ, այնպես որ կարող ես հանգիստ լինել։ Վերջ։ Այո, վերջ, իրականում նուդլի ջրի մեջ ես մի քիչ կիտրոն եմ ցողել։ Նաև, եթե սիրում ես օրինակ լոլիկ, կարող ես տոմատի մածուկ էլ քամել ջրի մեջ, որ նուդլի հետ եփվի։ Ահա։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, ահա արդեն ամեն բան պատրաստ է։ Խաշեցինք մոտ 5 րոպե եւ այս պահին ավելացնում ենք սոուսը։ Այո, մենք ավելացնում ենք ամբողջ սոուսն ու վերջ։ Կարող ենք վայելել։ Իրականում ինչ թանձրուկ ուզում ես կարող ես պատրաստել։ Սա ամենապարզն է։ Մենք քիչ ժամանակ վատնեցինք պատրաստման վրա, իսկ համը հաստատ կզարմացնի ու կգրավի քեզ։ Ամբողջն եմ լցնում։ Այ այսպես։ Տեսնում ես, չէ՞, եւ գույներն են հրաշալի, եւ համն է անկրկնելի։ Այո, շատ գեղեցիկ է։ Եվ որպեսզի համը լինի էլ ավելի լավը, մենք այս պահին իհարկե կավելացնենք Royal Armenia-ի որակյալ պղպեղը, հայկական լավագույն պղպեղը։ Սա ես քեզ կթողնեմ իհարկե, որպեսզի վաղը եւ հաջորդող օրերին դու կերակուր պատրաստելիս օգտագործես այս պղպեղը։ Հրաշալի գաղափար է սև պղպեղը։ Ավելացնենք սա եւս։ Այսպես։ Սա այս կողմ դնենք, նորից խառնենք, կարծում եմ։
Ահա։ Սիրելի հեռուստադիտողներ, արագ, մատչելի եւ վստահ եմ շատ համեղ։ Փորձեմ։ Այո, բա ոնց։ Դե, ոնց է։ Շատ համեղ է։ Շնորհակալ եմ քեզ։ Մենք այս պայն կշարունակենք այս ամենը պատրաստել, որպեսզի նկարանող թիմով օրվա ավարտին այստեղ հանգստանանք, իսկ քեզ ուզում եմ ասել շնորհակալություն եւ նվիրել հայկական լավագույն գինին։ Ահա տակառը, որ իմ ամենասիրելի գինիներից մեկն է, այն սիրով նվիրում եմ քեզ, վայելիր կնոջդ հետ միասին երեկոյան աշխատանքից հետո տանը։ Շատ շնորհակալ եմ, ես անպայման այս երեկո իրական խնջույք կկազմակերպեմ։ Սիրում եմ համեղ ըմպելիքներ։ Ահա։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, միգուցե շատ բարդ կերակուր չպատրաստեցինք, հա, բայց պատրաստեցինք այն ամենը, ինչ սիրում են այստեղ ուտել ամեն օր։ Ուստի կարծում եմ հետաքրքիր էր։ Դուք եւս փորձեք վաղը այս ամենը պատրաստել ձեր տանը։ Իսկ քեզ եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաև ես։ Այսօր այսքանը, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ, որ դիտում եք։ Հանդիպում ենք ուղիղ մեկ շաբաթ անց Armenia TV-ի եթերում։ Սպասում եմ ձեր նամակներին իմ Facebook-յան, YouTube-յան, TikTok-յան եւ իհարկե Instagram-յան էջերում։ Առայժմ։ Հաջորդ ծրագրում ես հայտնվելու եմ Ֆիլիպինների ետնախորշերում։ Սա սարսափելի մի վայր է, որտեղ ապրում են միլիոնավոր մարդիկ։ Այսպիսի բան իրականում իմ նկարանումների պատմության մեջ տեսնում եւ լսում եմ առաջին անգամ։ Իսկ ամենավերջում Ինդոնեզիայում կպատրաստեմ համեղ մի կերակուր։ Բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։